ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում այսօր հյուրընկալվել է ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, ում ուղղակի չէինք կարող չհնչեցնել մեր հարցերը և չիմանայինք պատասխանները։ Շատ շնորհակալ ենք, որ մեզ տրամադրել եք ժամանակ և մեծ սիրով կլսենք ձեզ, թույլ տվեք հնչեցնեմ հարցը։ Սիրով, շնորհակալ եմ։ Ինչպիսին է Կարամուրզայի ավանդի դերը այսօր և ինչ դեր ունի Կարամուրզայի ժառանգությունը ձեր ստեղծագործական կյանքում։ Ես հերվից սկսեմ։ Մի հայտնի բան պիտի ասեմ, որ Կոմիտասը Փարիզում ելույթ է ունեցել, Դեբյուսին, Կլոդ Դեբյուսին, հանճարեղ, Կոմիտասի լսելով արտահայտվել է այսպես, որ եթե միայն Անտոնին նա ներկայացրածներ մշակելա, չէ, այդ մշակումը ժողովրդական երգի բավական կլիներ նրան համարելու խոշոր կոմպոզիտոր։ Ես կուզենայի ասել, որ Կարամուրզան ինձ համար առաջին արժեքը իրա, որ ինքը դասավանդել է Կոմիտասին, միայն այդ դասավանդելու համար Կարամուրզային մենք երախտապարտ ենք և կարելի ասել դա իր պատմական ներդրումն է, ինչպես նաև այն, որ ինքը Կոմիտասից առաջ բազմաձայնել է մեր ժողովրդական երգը և տարածել է երգը, հայ պահելով իր միջավայրին։ Սա շատ մեծ պատմական նշանակություն ունի և իսկ ինչ վերաբերում է նրա ազդեցությունը ներկայի մշակութային կյանքի վրա, կարելի ասել, որ բնականաբար դա խմբերքներու երգչախմբային արվեստում նա միշտ կմնա, քանի կա հայ արվեստը, հայ մշակույթը, բայց ես կասեմ, որ բոլորիս վրա ազդել է Կոմիտասի միջոցով, այսինքն Կարամուրզայի արվեստի գենը բոլորիս մեջ կա, նրանց ովքեր Կոմիտասի հետ շփվել են, սա արդեն բավական է, որ մենք երախտապարտ լինենք Կարամուրզային և Կարամուրզան կարելի ասել ստեղծել է այն պատվանդանը, որի վրա պետք է վերխոյանար Կոմիտասի կերտած քանդակը։ Այս համեմատությամբ կուզենամ նրա դերը արտահայտել։ Շնորհակալություն, շատ շնորհակալություն։ Իսկ արդի շրջանում ինչ գրականության միջոցով կամ ինչ-որ սոցցանցային կայքերով Կարամուրզան պրոպագանդվում է, խոսվում է նրա մասին, ինչ կհիշատակեիք մեզ։ Ես միայն կարող եմ բավականանշեմ լուսահոգի Գրիգոր Փիթեքյանին և բախտ եմ ունեցել, որ ինքը ինձ նվիրել է մենագրությունը Կարամուրզա և սկավառակով, ձայնագրությամբ, պատարագի և այդ գիրքը արդեն պիտի խմբավարների սեղանի գիրք լինի, որտեղ երբեմն գիտեք ինչ կա, գաղափարների մեջ, գիտության մեջ լինում է մի միտք, որը ամբողջապես չի բացված, դրա կոկոնն է, այսպես ասենք, բայց ուրիշները, որ ընթերցում են, խորանում են, իրանց մոտ նոր հորիզոններ է բացում, այդ կայծից մի նոր հրդեհ է բռնկում։ Ես դրա համար մեծ նշանակություն եմ տալիս նաև ոչ միայն հանճարներին, այլև ավելի համեստ կոմպոզիտորներին, որտեղ ինչ-որ չասված բան լինում է նրանց արվեստում, որը կարելի է զարգացնել։ Սա Կարամուրզան այդ կոմպոզիտորներից է, որ կարելի է այդ կռահումները, որ ինքը չի հասցրել, կարող ենք մենք սովորենք, շարունակենք։ Շատ շնորհակալություն, իսկապես շատ գնահատելի է ձեր ամեն մի խոսքը, նաև առիթից օգտվելով նշեմ, որ այսօր մենք բախտ ունենք վիճակված և պետք է գտնվենք Դանիել Երաժշտի նոր գրքի մենաշնորհին, Արամ Խաչատրյանի ջութակի ստեղծագործությունները և մեկնաբանման հարցերը,
եւ Դանիել երաժիշտը մեծ սիրով ուզում էր այս գրքերը փոխանցել մեր քոլեջի գրադարանին։ Սիրով ես ցույց տամ, տեսեք ինչ գեղեցիկ նկար Արաբ Խաչատրյան, տուն թանգարանից են մեզ այս նկարը նվիրել։ Ասեմ, որ գիրքը հրատարակել է Նարեկացի արվեստի միությունը եւ երաշխավորել են տպագրության Ազգային ակադեմիա արվեստի ինստիտուտի տնօրենը դոկտոր պրոֆեսոր Աննա Ասատրյանը, որին շնորհակալ եմ շատ, դոկտոր պրոֆեսոր Մհեր Նաոյանը, իսկ մասնագիտական խմբագիրը Կոմիտաս Քարյակի ղեկավար պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանն է։ Այսինքն մենք շատ մեծ պատասխանությամբ ենք այս գիրքը ներկայացրել, որ անցել է այդ ասենք կրակի միջով եւ ես գրել եմ սա իմ թորանս հետ Ֆելիքս Սիմոնյանի, ինչու որտեղ նա գերմաներեն շատ լավ գիտի եւ գերմանական երաժշտագետների մեթոդաբանությամբ մոտեցել ենք Արաբ Խաչատրյանի արվեստին եւ ինքը Արաբ Խաչատրյանի անվան մրցույթի դափնեկիր է, ջութակար, ես եղել ջութակար, այսինքն մենք իրավասու էինք այս գիրքը գրելու, որտեղ մենք մեր սրտի միջով անցել այդ երաժշտությունը եւ սիրով ես նվիրում եմ քոլեջին, Կարամուրզայի անվան քոլեջին եւ այս մուսնել ջութակահար Պարքև Չոլախյանին, որը շատ հարգված երաժիշտ է եւ ասեմ, որ Ֆելիքսը Գյումրիում մասնակցել է միջազգային մրցույթի, արժանացել է առաջին մրցանակի, ժյուրի նախագահն էր Ժան Տեր-Մերկերյանը, բացի առաջին մրցանակից ժյուրի նախագահի հատուկ մրցանակ մենք փայփայում պահում ենք Ժան Տեր-Մերկերյանի երջանկահիշատակ իմ ուսուցչի պատվոգիրը, այսպես ասած։ Այնպես որ ես սրտանց կապված եմ Գյումրիի հետ։ Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, այսօր պատրաստել էինք այսքանը։ Շնորհակալ։